Արիստե Շահեն, պետը էսին տղես այ մետ արվելու։ Ես էլ թող մլիցե գտնան, խփելու են թող խփեն։ Էսի պրոստը երեխես էլ է կռիվ անելու հետս։ Էսի հագցնում եմ երեխուս, թող ինձի խփում են թող խփեն։ Այո։ Ահա շանջը։ Մլիցեկին դուբինգով գլխներից։ Ես պատրաստ եմ վեզի շշերով գնամ նախագահականը գրավեմ։ Ինչա ձեզ տում ես չի հասկանում իմ արարքի մեջ կա բռնության կոչ, որը քետորեն կարող է դատապարտել։ Ես հասկանում եմ գիտակցում եմ, ես ընտրել եմ այդ ճանապարհը։ Ու երբ որ ինձ տեղ ասում են, որ դու քրեական գործի շրջանակներից դուրս ես գալիս, ես հասկանում եմ դա, որովհետև ես չեմ ընդունում, որ ես քրեական հանցագործ եմ, որ այդ շրջանակից դուրս գամ։ Շրանթի պայքարը սկսել է 1987 թվականից դեռ եւ երևի թե ավելի վաղ, մինչև այսինքն այդ շարժումը։ Բազմիցս նշվել է, որ նրա հայրը, պապիկը, հորեղբայրը պայքարել են Հայաստանի անկախության համար, դեռևս խորհրդային միության տարիներից եւ դա արդեն ժառանգական նաև շանթին հետ փոխանցվել։ Արիստե Շահեն, պետը էսին տղես այ մետ արվելու։ Այն ժամանակ հիշում եմ, այդ խոսակցությունը եղել է 78 թվի գարուն, ես 13 տարեկան եմ, եղել տպավորվել է։ Հիմա ասում են, Մարսպետ ջան ասում են, Շահենը ճիշտ է, բան չենք ասել, բայց բզին ձեռով չես խփի, բզին ձեռով չես խփի։ Օպարս քեշում ես չէ՞, բայց որ մեկին պատասխանի, ասենք ապուստային մարդ է, որ ասում էր այսքան փալես կլի ժողովուրդ։ Հրասպետ բզին ձեռով ասում է չես խփի, գծակի գճղի, ասում է խի չես խփի, խփես գտա ոսկորին կհասնի, ոսկորը բիզը կծառի։ Երբ որ հետո ես զարմանում էի, երբ որ հետո ելնում էր ինքը ասում էր կրկում, ասում ենք ցավա, ասում էր դու ուրեմն խոսացեք որ ցավից եք վախում, այ ողորմելիներ, ոչ թե բիզը չի ծառվի։ Եթե ցավին կդիմանաք, ուրեմն բիզը կծառեք ու կհաղթեք։ 88 թվականին Հայաստանում առաջին հացադուլը Շանթն արել իր ընկերների հետ միասին։ 89 թվականի հունիսի 4-ին մեր երեխաները հացադուլ են հայտարարել պահանջելով ՀՍՍՀ Գերագույն սովետի առաջիկա նստաշրջանում քննարկել Լեռնային Ղարաբաղի Մարսովետի սեսիայի դիմումը ՀՍՍՀ Գերագույն սովետին հայկական ՍՍ-ի կազմի մեջ մտնելու մասին եւ դրական պատասխան տալ։ Երկարեք ես կարացի սաղի 90%-ի ժողովրդի համոզեմ, որ մարտի 1-ին սպանելով ինքը բռնացել է իշխանությանը։ Ու ես ուզում եմ տապալեմ այդ իշխանությանը, զենք է պետք դրա համար։ Ամերիկան ասել է դու իրավունք ունես, ասել է ես զենքի իրավունք եմ։ Կարաս հետ կրակի, եթե դակազատես եմ դի։ Հիմա ես կարող դակազատ եմ անում։ Ես ուզում եմ զենք վեկալեմ, ինձ իխեք, սկի փեդ եմ վեկալի, ասում եք դու զենք ես օգտագործել։ Բայց ես ուզում եմ իսկական զենք օգտագործել։ Կամ ասեք արգելում ենք ստեղ, եթե որևէ մեկը բռնանա յուրացնի իշխանությունը, արգելում ենք ժողովրդին, ինքը քաղաքացի չի, ինքը հպատակ է, կամ քաղաքացի է, բայց այդ իրավունքը չունի, պետք է հնազանդ լինի յուրացնողների նկատմամբ, մի կերծեք, մի խաբեք, ես իմանամ, որ ես եթե անեմ, օրենք եմ խախտելու, դատվելու եմ, ինքս կընտրեմ։ Թող էլ մարդը պետք է նա ասի, որ ես չեմ տալ իշխանությունը, դուք էլ իրավունք չունեք ոչ միայն ավտոմատով, այլ փեդով դուրս գաք ինձ։ Ես ասեմ ախպեր, փեդը խանութում ծախում են, հետի իրավունքն է, դու բռնացել ես իշխանությանը, ես փեդով տալիս եմ գլխի, կկրակես, այն վաղ ես կմտածեմ, ես քեզի ոնց կկրակեմ, այսօր դու արգելել ես, ես միջանկյալ լուծում եմ գտնում, համոզում եմ, որ դու բռնազավթող ես, ու գիտեմ, առանց բռնի ուժի չես հեռանա։ Ասում է Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, մի հատ դեղոսված, տրամաբանությունի զուտ արտահայտությունն է, որտեղ ժողովուրդը ինչ է նշանակում, ժողոված մարդ։ Այսինքն Հայաստանում 50,000-ներ է ժողովուրդ, 3 միլիոններ է ժողովուրդ, կարաս դուք տարեկան 50,000 մարդ է գալիս Հայաստան, իրանք էլ է ժողովուրդ։ Իրանք իշխանությունը պատկանում է դրսից եկած մարդուն, թե չէ։ Իշխանությունը Հայաստանում պետք է պատկանի քաղաքացիներին կամ քաղաքացուն։ Արդեն իսկ երագիտային կամ իրավական սխալ, տրամաբանական սխալ, որը հղի է այն ամեն պրոցեսով, որով ես դե դատում եմ։ Այդտեղ խախտություն, դիտում, ժողովրդին ու քաղաքացուն տարանջատել, ասել դու իրավունք չունես ժողովրդի անից հանդես գաս, այսինքն իշխանության կրող չես։ Ես որպես քաղաքացի պասպոր եմ ու ձեզանից որևէ մեկը։ Իշխանության կրող չի Հայաստանում։
Իշխանության տերողը ժողովուրդն է, որը չգիտեն ով է, ինչ որ ժողովուրդն է։ 3 միլիոն է ինքը, 50,000 է ինքը, Սփյուռքից եկած է ինքը, թե Սերժը, բայց Սերժի իրավունք ունի։ Այսինքն դատարանը բոլոր իրավունք ունեն 7 ամիս դատել։ Քաղաքացին չունի իրավունք այս իշխանությունը ռեալիզացնելու։ Հիմա երբ որ ինձ ասում են, որ քաղաքացին իրավունք ունի երբեք միտինգներ անի, բայց ինձ չեն պաշտպանում քրեական օրենսդրությամբ բռնություն կատարող հավանական իշխանություններից։ Ըստեղ ի սկզբանե արդեն հայտնվել իշխանության հանցագործությունը զրկում են դատավորին ինքը կարողանա վճիռ կայացնի։ Նաև սրանից է բխում են երևույթը, երբ որ իմ բռանի ժիլետը որպես ակնհայտ պաշտպանական միջոց իրեն ապացույց չի ճանաչվել։ Օրես դրով են, որովհետև ինչին ճանաչել, այսինքն չի ենթադրվում, որ իշխանության ներկայացուցիչը կարող է բռնություն գործադրի ու քաղաքացին ուսումա պաշտպանվի։ Եվ որ չկա տենց ոնց կարա դրան ժիլետի իրեն ապացույցելի։ Բայց հակառակը, ասենք փետով իշխան քանի որ կա բռնությունն իշխանության ներկայացուցիչի դեմ հոդված։ Ընդ իշխանությունները սաղին հավաքել վերել։ Ինչի համար։ Ես եմ կազմակերպիչը, հետայն կերպուկի հետս եմ կազմակերպիչը։ Դուքերասին ապրիքն հետևության կանոն է կապտել, եկեք դատարան, ձեզի վարչական կուզանքական 10 սուտկայա չգիտեմ ինչ ես ինչ վարչական պատիժները, եկեք, ոչ թե իրան միան հետևության կանոնը խախտելու համար գրում են կրավացիրված անելու ավելի ծանր հանցանքի, որ ես դեպության ոչ թե տես են դրթել։ Հիմա Հայաստանում ոստիկանությունը ստեղծան անցել է սովետեցկոր մեթոդները։ Ինքը գնված սադրելու եթե մեկը մի հանցանքագործում, ինքը գնված սադրումը ակնհայտ հանցագործության դրդում, որովհետև ինքը պիտի անպատիժա, ռեսպրեզելային կապորինի զարդել է իշխանությունը, ինքը ապորինի զարդել է իշխանությունը, ու ինքը ապատշենիորեն կամայական ձևով կարա հրահրից հանգացածի նկատմամբ պրովոկացիոն իրավիճակ, որտեղով է կարա սուտ պատմությամբ, զրկատությամբ եւ այլ մեթոդներով պետք մարդու բռնի դառնի։ Հիմա ես դրա համար ստեղ ասում եմ, որ չկա արտադրություն։ Նախադեպային սահմանությունից պետք է սկսել։ Քաղաքացիությունն է պատկանում Հայաստանի իշխանությունը, թե չէ։ Եթե ինձ պատկանում էր իշխանությունը, եթե սահմանության գրածին Հայաստանի հանրություն իշխանությունը պատկանում է քաղաքացուն, ես պետք է ասեի, ես իմ իշխանությունն եմ իրացրել, գերակերպը դատավորը պես պետք է ունի, հետո տեսնենք ես չարաշահել եմ իշխանությունը, թե չէ։ Միգուցե իմ ներկայացուցիչը իմ միջոցով ընտրված այլ ձևերով դրված ոստիկանն գործել։ Ես դրան տվել եմ իշխանության ներկայացուցիչի լիազորություն, ու նա ինչ չի նպատակում, ինքը խունտայ է սարքել։ Պատմությունը ցույց է տվել, որ առանց բախումների հանցավոր ռեժիմները չեն հեռանում։ Առանց բախումների, բռնությունների չի լինում, նա պետք է բախման մեջ պարտվի ու հեռանա։ Ամեն մի հատ շանս կա այդ բախումը կանխելու։ Եթե ինքը տենա, որ դու պատրաստես 1000, 2000, 10000 զոհ տաս, ներդուն ինքը հեռանալու է։ Ինքը գերադասի մի զոհ չտալով հեռանա, որ իրավիճակը չբարձրացնի։ Այսինքն դատվի մենակ 7 տարի կոռուպցիայի համար, ոչ թե դատվի հակայնությամբ, որպես մարդկության դեմ գործած հանցագործ։ Բայց եթե ինքը մտածում ասում է սրանք վախկոտ են, մի 10 հոգու գնդակար են փրտել, սա փախտենքում, ինքը ասում է 10 հոգու խփեք, ներքևից ասում են 100 հոգու խփեք, մինչև հասնում է 1000 հոգի կոտորում են։ Ժողովուրդը ասում է, հես այլի բան դուրս չի գալու։ Ես մայոր Արմեն Միշայ Հովհաննիսյանն եմ, Երկրապահ կամավորական միության անդամ, շուրջ 20 տարի ծառայել եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, պարգևատրվել եմ Դավիթի նժդե, դրաստամատ կանայակ, ամբաստի ծառայության համար առաջին և երկրորդ աստիճանի, զինված ուժերում 20 տարի մեդալներով, Երկրապահի հուշամեդալով, բազմաթիվ պարգևերով և այլ պարգևներով։ Ես քաղբան պարգև եմ, հալածվում եմ Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից իմ քաղաքական դիրքորոշմանը, հայրեն ասել և արժանապատվություն ունենալու պատճառով և այդ ամենը հասարակության, մտավորականության, քաղաքական գործիչների անտարբեր լռության ներքո շարունակեք անտարբեր լռել, շարունակեք վախեցած դժգոհել խոհանոցներում և տարբերանկյուններում, շարունակեք ապրել պատվազուրկ ստրուկների պես, ու ոչ մի մտավորական, ոչ մի պետական գործիչ, ոչ մի կուսակցություն թող իրավունք չվերապահի իրենց անվանել ընդդիմադիր առավել ևս հեղափոխական։ Հայաստանում կա մեկ ընդդիմություն, այդ ընդդիմությունը գտնվում է դահլիճում ու նստած է համաստանյալների աթոռների։ Իշխանությունը անօրինական ուզում է զրկել ինձ ազատությունից, բայց ոչ ոք չի կարող սահմանափակել իմ մտքի
խոսքի և քաղաքական դիրքորոշման ազատությունը։ Անգամ դատապարտելով ինձ ազատազրկման, դուք վախենում եք խոստովանել, որ ինձ վտանգավոր եք համարում հենց ձեզ համար, իշխանությունը բռնազավթած բաշեբուզուկների համար, որովհետև ձեր բեսպրեդելության ու անօրինականության պատճառով ժողովրդի ատելության ու դժգոհության ալիքը հասնում է ձեր համար վտանգավոր սահմանագծին։ Իսկ դուք գործել եք Հայաստանի 3-րդ հանրապետության պատմության մեջ ամենամեծ դավաճանությունը, ստորագրել եք Մաքսային միության անդամակցելու պայմանագիրը, եւ դա կրկնակի դավաճանություն է, որովհետեւ շատ լավ գիտակցում եք, որ անդամակցելով Մաքսային միությանը, պարկելով ռուսի տակ, Հայաստանի Հանրապետությունը դարձնելով Ռուսաստանի ծայրամաս, մենք վերջնականապես կորցնելու ենք մեր անկախությունը, կործանելու ենք մեր պետականությունը, եւ դրանով իսկ դուք երաշխավորում եք մեր քաղաքացիների արտագաղթը։ Ամբողջ դատավարության ընթացքում դուք հրաժարվեցիք ընկալել, որ գործողանցնում են ոչ թե Շանթը եւ ընկերները, այլ գործողանցնում են գաղափարակից հեղափոխականները։ Ես դուրս եմ եկել Ազատության հրապարակ ոչ թե դրա համար, որ Շանթը կամ Վարդանը իմ ընկերներն են։ Ես մասնակցել եմ արժեքների հեղափոխությանը, որովհետև հասկանում եմ, որ պետական մտածելակերպ չունեցող, կառուցված հակաժողովրդական իշխանության սեփական շահերի գերակայությունը, արտահայտական արտաքին եւ ներքին քաղաքականությունը, որ այսօր բարդացող, խորացող սոցիալական խնդիրները տանում են մեր երկիրը կործանման։ Տարբեր ամբիոններից դուք փորձում եք համոզել ամբողջ աշխարհին, որ Հայաստանը քաղաքակիրթ եւ դեմոկրատիկ պետություն է, որտեղ չկան քաղաքավարակալներ։ Վարդանը իմ միակ որդիս է եւ բոլորն ինչ ունեմ աշխարհում։ Վարդանը դեռ փոքրիկ ժամանակ արդեն գիտեր, որ նրա պապը, ինչպես ասում են, չէ, եւ լավ է այնպես, որ կյանքի ճամփին իսկական թոռը չքաշի պապին, որովհետեւ նա հերոս Փիլիպոս Պետրոսյանի որդին է, որը գունդեր առաջնորդ է, թեև իր էությամբ քահանա էր, բայց գունդեր առաջնորդ է եւ Վիսլագետի ձախապին 44 թվականին զոհվեց հերոսի մահով եւ Ստալինից մենք ստացանք բլագադարնես։ Մեր մոտ արդարադատությունը միայն արդարներին դատելու համար է։ Ցավոք ես իմ կաշվի վրա էի զգացի եւ իմ կասկածները լրիվ հիմնավորվեցին։ Կայացած երկրում մենք շատ բարձր կհանչեինք, մեր ամենակայուն տեղը կունենայինք, ամենագեղեցիկ տեղը, ամենապատվավոր տեղը։ Եվ ես այսօր շատ զարմացած եմ, որ իմ երեխան բանտում է, որովհետև այդ երեխան իծն է հայրենասեր է։ Նա դեռ առաջին անգամ, որ աթոռը դրեցին հրապարակում ու ասեցին ով է կամավոր գնում պատերազմ թշնամու դեմ, նա թողեց 4 երեխա առանց զինվորակոչվելու եւ գնաց պատերազմ։ Ես ասացի տղա ջան, ովքեր 7 հատ տղա ունեն, թող նրանք գնան պատերազմ, որտեղ եթե 6-ը զոհվեն, մեկը կմնա իրենց։ Ես ոչ ոք չունեմ եւ դու չգնաս։ Վարդանը ինձ ինչ ասեց, մամա ջան, այդ խելքով ինչպես ես հայրենասիրություն քարոզում դպրոցում։ Ոչ տերտեր այդպես կքարոզեր, ոչ ուսուցիչ այդպեսի դաստիարակություն կտար երեխաներին։ Ասի, որտեվ ես քեզ շատ եմ սիրում եւ չեմ ուզում կորցնել։ Ասեց շատ կներես, բայց ուզում ես այս պատշգամբից 5-րդ հարկից հենց հիմա քեզ քիծած, եթե կանգնես իմ առաջ, ես գնալու եմ։ Դու ուզում ես թե չէ, դա քեզ դուր է գալի թե չէ, բայց ես պիտի մեկնեմ իմ հայրենիքը վտանգի մեջ է, ես նրա զինվորն եմ, եղբյալ զինվորը։ Ինչի համար դատել նրա համար, որ իր խոսքն է ուզում ասել իշխանություններին, նրանք գոնե լսեին, բայց չեն լսե, անվանել են ծեծկրտուկ բավական չի, մեդալները կցկից պոկել են, հրահրել են, որ նա գոնե մի հատ խփին գնի կրակա, հիմա էլ բերում են, դատում են։ Նախ մենք դուրս ենք եկել մեր սահմանադրական իրավունքը իրականացնելու երթի միջոցով, որը բիրտ ձևով ոստիկանները ընդհատեցին, չեմ ուզում խոսամ դրա մանրամասների մասին, ուղղակի ուզում եմ խոսամ այն սահմանադրության մասին, որը ուզում են փոխեն։ Եթե մեկը մեքենա ունի, հնացել է, վատնա, փոխում է, ես դա հասկանում եմ, բայց եթե նա քշել չգիտի, սա չի կարում քշի, փոխում է ինչ անի։ Եթե չի օգտվում, այդ արդարադատությունը չի գործում։
Եթե այդ սահմանադրությունը եղածը չի գործում, այ օղորմած պապս 20 տարի նստել է Ստալինյան լագերներում, մի հատ լավ խոսք ուներ, էլի, ասում էր «Զալատումի բուկվամի написано говно»։ Հասկանում եք, ոսկի տառերով չի կարելի վատ բաներ գրել, ամենալավ սահմանադրությունն էլ մեր երկրում չի գործելու, որովհետև մեր երկրում չկա այն մարդը, որը պետք է պաշտպանի այդ սահմանադրությունը, որը ձեռը դնում սուտ երթում է տալի, ու հետո թքած ունի այդ սահմանադրության վրա, ու այնքան թքած ունի, որ միջազգային ասպարեզներում կայնում ասում է այդ մարդիկ հանցագործ են, թող կայնից թե նա երեսից մեջ ասի հանցագործ ես, ըստ էության եմ ասում, բացահայտ եմ այդ մարդը ինձ 20 հատ կոչում է տվել, 15 հատ մեդալ է տվել ու ինձ ասում է հանցագործ, ես Սուրեն Խաչատրյանը չեմ, որ մի հատ է պաշտոն տա, այդքանով սահմանափակվել է իմ հանդեպ, ես ուզում եմ իրենց թե գա շնորհակալություն հայտնեմ, հասկանում եք, հիմա որ դատվեմ պրծնեմ, արդեն կարող է պաշտոն է տան, որտև այդ պարտադիր պայման աչքից։ Նա չէր ուզենա ոչ մի դեպքում այն երկիրը, որի համար արյունն է թափել, այն երկիրը, որի համար խոշտանգվել է, այն երկրի համար, որ ականջն է կոծրել, մատներն է կտրվել, այն երկրի վրա, որ աչքի նյարդն է քաշվել, իրեն դատի, ինչի համար դատի։ Ինչի համար, որ արծիվի նման թառել է լեռներին, նրա համար, որ պաշտպանել է իր հայրենիքը, նրա համար, որ պատերազմի ամենաթեժ պահերին առջևում է եղել, նրա համար, որ չի պահվել, նրա համար ինքն, իսկ որտեղ մնաց դեմոկրատիան, որտեղ մնաց կայացած երկիրը, ես հարց եմ տալիս, որտեղ մնաց առաջադիմությունը, որտեղ մնաց ժողովրդականությունը, որտեղ մնաց խոսքի ազատությունը։ Հասարակական կարգ ենք խախտել, լավ ենք արել, թող հասարակությունը գա կայնից թե թքերեսից, թե չէ երկու ովայի վկա եկեք կայնել են ստե ինձ ինչ-որ բան են ասում, նրանք ով են վաբշե, իրանք օրենքը խախտել են, ես իրանց կարգ եմ պատժել եմ, հմ եկել է դրա վկայությունը վկալել եք իմ վրա, հերիք չի մի հատ էլ ասում եք դատավարությունը ապացուցված համարեց, լավ արեց, ես իմ 6 տարվա տերն եմ կնստեմ, են զինվորական լավ խոսք ասում է, դальше ֆրոնտը не пошлют, меньше взвода не дадут։ Միթե կայացած երկրում բանտեր են պետք, միթե պետք է ամբողջ զինագունդ միլիցիոներներին, միթե սա բռնապետական երկիր է, սա նորմալ երկիր է ինչքան ես գիտեմ։ 6 ամիս ես ոստիկանությանը դիմադրություն ցույց տվող էի, քննության ավարտից 4 օր առաջ դառա խուլիգան, ցնցող իրականություն։ Միթե կարելի է առյուծին բանտել, միթե կարելի է ազգի հերոսին կտրել հայրենիքի սահմանները պաշտպանելու գործից, միթե կարելի է մարդուն ցավ պատճառել նրա համար, որ ինքը այսպես անմնացորդ նվիրված է իր ազգին, խոշտանգված է, վրայից էլ է երևում, աշկի նյարդը քաշված, մատը կտրված, ականջը գնաց կորցրել է հայրենիքում։ Մի երկրում, որտեղ տիրում են սենց բարքեր, չի կարա ուրիշ ձև լինի։ Այնտեղ չի կարա լինի ազնիվ ոստիկան, եթե ոստիկանապետը ազնիվ չի։ Չի կարա լինի ազնիվ ոստիկանապետ, եթե վարչապետը ազնիվ չի։ Չի կարա լինի ազնիվ վարչապետ, եթե նախագահ ազնիվ չի, ու սենց անընդհատ։ Իմ երեխան արժանի չի ճաղերի արանքում։ Նա պիտի զենքը ձեռքին ապրի, զենքը ձեռին զոհվի ու պատերազմում զոհվի։ Նրա ցանկությունը դա է, ոչ թե ճաղերի հետևանքում տառականի նման այն քնջերում ման գա։ Ինչը բերեց Հայկին ազատության հրապարակ այդքան տարիներ հետո։ Տեսնելով անարդարությունն մեր երկրում, ինչպես են վերաբերում ազատամարտիկներին, իրենց դժվար կյանքը, այն որ երիտասարդությունը փողոցներում նստած է, բակերում նստած է, չգիտի ինչ անի, այդ բոլորը Հայկին տարավ ազատության հրապարակ։ Ինձ մեղադրում են չկատարած բաների մեջ, կարճում են այնպիսի հետետություններից, ինչպես 20 տարուց ավել տան դեղատուփում պատահաբար մնացած, մոռացած շամբուժման դեղը։ Մյուս մեղադրանքի առիթով ասեմ, որ ամբողջ կյանքում գեդին ընկած մարդուն չեմ խփում։ Գնում էր կենթանաբանական այգի եւ խնամում էր կենթայիններին։ Եվ միշտ ցավով էր վերաբերվում, երբ բարբարոսական վերաբերմունք էր տեսնում մեր բնության նկատմամբ։ Դպրոց ավարտելուց հետո դպրոցի տարիները համընկան
Ղարաբաղյան շարժման հետ։ 88-ին ավագ եղբոր հետ 27 աշակերտ դպրոցից տղաներ ընդ որում միայն դեկտեմբերի հենց 8-ին իրենք թաքուն, այդպես ասած, փախան դեպի սպիտակ։ 3 օր սպիտակում մնալուց հետո վերադարձան տուն եւ այդ 14-15 տարեկան երեխաները այդ 3 օրվա մեջ շատ փոխվեցին, որտեղ տեսան մահ, տեսան արհավիրք։ Հապարտան մենանու, որ դրաստամատ կանայանը իմ տատիկիս քերն է։ Եվ իրեն գնում էին ջոկատ, ես ասեցի, թե բայց ինչի եք դուք գնում, չէ՞ որ ուսանող եք, բան ասեց, այն ժամանակ որ մեզ նստացնում էիր հեռուստացույցի առաջ, ասում էի, տես, ոնց են պաշտպանում հայրենիքը, ոնց են ընկերները իրար մեջք-մեջքի կանգնել, ասեց, փոքր ժամանակից էդ ենք լսել, բայց ինչի՞ ես հիմա մտածում, որ մենք կարող չգնայինք պաշտպանելու մեր հայրենիքը։ Վերադառնալով կապը չկտրվեց իրեն բանակի ջոկատի տղաների հետ։ Շատ լավ հրամանատարներ ունեին, նրանցից մեկը հենց Վարդան Վարդանյանն էր։ Մեղադրող կողմը ցուցաբերեց ոչ թե արդարադատությանը բնորոշ վերաբերմունք, այլ առևտրականի նման զեղչեր արեց։ Վառ օրինակ Վարդան Վարդանյանի 21 տարվա անձնանվեր ծառայությունը, դրան գումարած կամավորական տարիները, մեդալները, պատվոգրերը եւ շնորհակալագրերը կես տարվա զեղչ արեց, սկիթ կար։ Այդ օրը նոյեմբերի 5-ին առավոտյան վեր կացավ, պատրաստվեց, հագնվեց եւ տանից դուրս եկավ։ Տանից դուրս գալուց լույսը վառեց միջանցքի, լամպոչկան պայթեց, 1000 կտոր եղավ։ Ինքը մի տեսակ տարակուսանքով նայեց, ասի ոչինչ, ես կմաքրեմ, դու գնա, որ չուշանաս, չգիտեի ուրա գնում։ Ժամը 6-ի մոտ էր, մեծ տղաս Վարդանը զանգահարեց, ասեց, որ քաղաքում ինչ որ իրար անցում է եւ Հայկի հեռախոսները չեն պատասխանում։ Անմիջապես միացրեցին հեռուստացույցը, արդեն հաղորդումը սկսվել էր, փաստորեն արդեն այնտեղ ավարտվել էր, իրենց հավաքել էին արդեն տայել էին ոստիկանություն, բայց մի պահ, երբ սկսեցին ցույց տալ, մենք տեսանք, որ Հայկը իրենց մեջ էր։ Ամսի 6-ին էլ մեր տունը եկան խուզարկության, որ հարցրեցինք ինչ եք բան գալիս, ասեն զենք զինամթերք, թմրանյութ։ Երբ քարոքանդ էին անում, մի տուփ հանեցին, այսինքն դեղորայքի տուփներ, սա ինչ է, ասին, որ են գրած է, դեղի անունն եմ բուտալ։ Շատ խելացի շուն ունեինք, որ երբ շունը հիվանդացավ, Հայկը բերեց մի բժիշկը նայեց, առաջին միջամտությունն արեց, հետո այդտեղից մի քիչ թողել էր, որ եթե պետք լինի, իրան չկանչենք։ Ներողություն եմ խնդրում հայ ազգից, որ մենք տարիներ շարունակ լռել ենք եւ միայն 1 տարի առաջ որոշեցինք կարգի հրավիրել բռնակալ իշխանություններին։ Կներեք, որ մեզ չհաջողվեց առայժմ ազատել ձեզ թալանչի իշխանավորներից։ Կներեք, որ մեր անգործության պատճառով կան բազմաթիվ ծայրահեղ չքավոր ընտանիքներ, կներեք, որ հայ ազգից շատերը իրենց ապագան չեն տեսնում իրենց սեփական հայրենիքում, որ սեփական հայրենիքում գտնվում են ստրկական գերության համարժեք վիճակում։ Օրենսգիրքը արդարադատությունը կայացնելու գործիք չէ։ Այն արդարադատությունը որոշելուց հետո մեղքի համապատասխան պատժամիջոց եւ պատժաչափ որոշելու գործիք է։ Արդարադատությունը դա բարոյական փիլիսոփայություն է եւ բարոյականությունից դուրս վճիռ դա բռնադատումն է։ Ես համոզված եմ, որ արդարադատությունը հաղթելու է։ Հիմա թե մի քիչ ուշ։ Ես վերջին 11 ամիսների ընթացքում ներկայացնել եմ այդ թատերական միջոցառման, որտեղ արդարադատությունը ավելի շատ դրամա է, իսկ արդարադատություն իրականացնողները տիկնիկներ։ Ես շատ ամաչում եմ այս խոսքերի համար, բայց դա իրականությունն է, դա ճշմարտությունն է, որը մենք ունենք։ Եթե իրանը տվել են տարի կես, օրենքով ինձ պիտի տային 3 տարի, որտեվ պարզասեմ ես եմ իրանը շատ ժամանակ էլ ես եմ այդ որսես չպետք է լինի։ Ինչ է պետք է օրենքով տանեն, դադեն 3 տարի տան, որտեվ ես եմ դրտիչ, իրական անձնագործը ես եմ, ոչ թե ինքն է։ Սևակը հաճախել է ձյուդո այդ մարզաձևերին, մասնակցել է շատ մրցումներին, ընդունվեց դպրոցում ուսուցիչ։ Հետո նախնյաց հետքերում մշակութային կենտրոնի անդամ է, նաև մասունք ազգագրական բարի խմբի մասնակից։ Մենք ճարասողներ չենք, ճարասողներ շատ կան։ Ես կուզեմ, որ մենք զանգահողներ լինենք ու այդ ենք մենք անելու։
կլինի դատավարության դահլիճից, կլինի դահլիճից դուրս կլինի։ Այդ ժամանակ ես հեռուստացույցը միացրեցի, շատ պատահական։ Այդտեղ իմ ականջին հասավ Սևակի ձայնը։ Այդտեղ ես շփոթվեցի մի բան, գնացել եմ կոմպյուտերը միացրել եմ, որ գաղափար չունեմ։ Ինտերնետը այդ լուրերով էր ողողված։ Նոյեմբերի 5-ից հետո արդեն ուրիշ ձև ես նայում։ Տեսնում ես, որ իրականությունը ինչ է Իրանից ներկայացնում, ու մենք դեպի ուր ենք գնում։ Ես շատ կուզեի, որ մեր հասարակությունը լավ գիտակցի այս դատական պրոցեսի ամբողջ կարևորությունը, հասկանալ, որ մեզտեղ իրականում մեզտեղ չեն դատում, ստեղ իրանց են դատում։ Մտածում են, այս մի օր աշխատենք, այս մի օրն էլ յոլա տանենք, երեխեքը սոված չմնան, բայց չեն գիտակցում, որ կարելի է ուրիշ ձևով հարցը լուծել, որ ամբողջ կյանքում իրանց երեխեքը սոված չմնան ու նորմալ արժանապատիվ ապրեն։ Այդ ուխտը կոպիտ ասած ամեն դրան չոքելու է։ Չի կարելի էլի թողել, ասենք այս վիճակում են, որտեղ էսի ահավոր մի հատ վիճակ է, որ չգիտեմ, անկախություն, երազում ենք, այս կան ամեն ինչի ու թողում են, չեն գնում, է փախչում են, ինչի մոր։ Ես հպարտեմ, որ այդ խուլիգանների այդ աթոռներին ովքեր են նստած ու դրանց կողքին նաև իմ տղեն է։ Կանգնելու ենք ու իշոր արտահայտությունը պետք է պայքարենք։ Ու ով պետք է պայքարի։ Այսինքն մեր երկիրն է, մեր հողն է։ Մենք չենք եթանում, թող լավ իմանան բոլորը։ Մեծ բաները փոխում են քիչ քանակությամբ մարդկանցով։ Բայց երբ որ խոսքը գալիս է ինքնասիրությանը, պատվին, արժանապատվությանը, ոչ մի նշանակություն չունի։ Դու մենակ ես, դիմացին հետ 1000 հոգի է, թե մի հոգի է։ Խնդիր կա արժանապատվությամբ, պետք է հարցը լուծել։ Ման ջան, ես գնում եմ մի հատ ազատության հրապարակ, ես իրան հիշեցրեցի, որ ավետիս ջան, դու այսօր աշխատանքի ես, ճակատս համբուրեց, ասեց ման ջան, ես քեզ շատ եմ սիրում, ասի Աստված քո հետ բալես գնա։ Մենք հեղափոխական ենք եւ ինձ դատապարտում են իմ գաղափարների եւ հեղափոխական լինելու համար, դա հաստատեց նաեւ դատավորը դատական նախորդ նիստերից մեկի ժամանակ, երբ որպես ծանոթություն հանգամանք մեջ բերեց իմ խոսքերը, հելա էլի եմ հեղափոխություն անելու։ Թե դատախազը որքան է ցանկանում, որ ես բանտում մնամ, ինչ է ասում դատավորը, դա ինձ համար էական չէ։ Այսօր ավելի լուրջ մտահոգություն ունեմ։ Դա մեր ազգի եւ հայրենիքի ճակատագիրն է, որը ռեալ վտանգի տակ է դրված։ Ինքը գիրք ուզեց Գարեգին Նժդեհի գիրքը, որ այդտեղ բերթում նորից ընթերցի, ես վերցրեցի ձեռքս, թերթեցի ու գտա այս նամակը։ Շանթը երբ դուրս գա ազատության հրապարակ, ես նույն օրը կգնամ նրա եւ մյուսների կողքը կանգնելու։ 2009 թվականից ես քիչ թե շատ ակտիվ եմ հասարակական կյանքում, բայց դեռ ոչ մեկին այսքան շատ չեմ վստահել։ Երևի այդ վստահությունը ինձ ներշնչում է նրա անցած ուղին։ Հույսով եմ չեմ սխալվել։ Ցավում եմ նրա համար, որ ման ջան, գիտենալով որ գնում եմ մահվան բերան, բայց պետքա գնամ։ Ես քեզ շատ սիրում եմ, ուղղակի հայրենիքն ու գաղափարը ավելի շատ եմ սիրում։ Ինչևից է, ինչ էլ որ լինի, ես գնալու եմ, որովհետև գտնում եմ, որ միայն այդ ճանապարհով հնարավոր կլինի երկրում ստեղծած իրավիճակը շտկել, արժեքները վերափոխել։ Երկրի ու մեր ազգի վիճակը ծանրանում է, նեխած ջրափոսի վերածվում։ Իշխանությունը զավթած դավաճանները մեր երկրի եւ ազգի համար առավել մեծ վտանգ են ներկայացնում, քան թե արտաքին ճշնամին։ Դրանք են, որ ժողովրդին մատնել են ծայրաստիճան աղքատության, վաղվա օրվա հանդեպ հավատի կորուստը, անարդարության զգացումը եւ ժողովրդի անընդհատ արժանապատվության նվաստացումը, այդ զրկանքներն են, որ ստիպում են ժողովրդին ազգաբնակչությանը բռնել արտագաղթի ճանապարհը։ Սրանց իշխանության օրոք է, որ անդադ խոսվում է Արցախում զիջումներ անելու մասին։ Դուք ով եք, որ անգամ միթիս հող զիջեք ճշտամուն, չէ՞ որ այդ հողի համար հազարավոր մարդիկ են զոհվել, որքան որտեղ օրուս ծնողներ աշկերից արդյունքը չի պակասել։ Երեխաներ, որոնք հայրերից զուրկ են մեծացել, հայրական խնամքի զուրկ։ Հիմա մենք ինչ աչքով պետք է կարողանանք նայենք այդ մարդկանց ու բացատրենք, որ գիտեք ինչ, թույլ էինք, չկարողացանք, պայինք, սրանք իրենց դավաճանական քայլը իրականացրեցին։ Գիտեմ, ինչ ընթացք կունենա հեղափոխությունը կհասնենք իշխանափոխության թե ճանապարհի կեսին։ Դիպուկահարները կխփեն մեզ, հատկապես առաջին շարքում եղածներին, բայց միևնույն է գնալու եմ մինչև վերջ, թեկուզ եւ սպանեն։
Եթե անգամ ճանապարհի կեսից էլ ընկնեմ, չեմ զղջա, միայն ցավում եմ, որ իմ մահով մորս մեծ վիշտ կպատճառեմ, իմ որդիական պարտքը չեմ կարողանա կատարել նրա հանդեպ, երբ իմ խնամքի կարիքն ունի կինս ու որդիս։ Կինս ու որդիս բժիշկները ասում են տղա է ծնվելու։ Մի խոսքով չգիտեմ էլ։ Դուք կարողանաք շղթայել ու փակի տակ պայել միայն մեր մարմինները, բայց ոչ երբեք մեր գաղափարները։ Նրանք ազատ են, շրջում են, մարդկանց ազնիվ հոգիներին գնալու են կպնեն իրանց էլ բույն դնեն իրանց հոգիներում մեր գաղափարները, ոնց որ մեր հոգում այգե ժամանակին բույն դրեն։ Սկզբնական շրջանում կոտրվեցի, բայց հետո հասկացա, որ իմ երեխես հանուն իր ժողովրդի, հանուն իր հայրենիքի շատ մեծ գործանում ու ես ոգևորվեցի, ես ինքս ասել եմ, որ ես իմ տղայից հետ պայքարելու եմ։ Մինչև այդ ես լրիվ դեմ էի, բայց ես ինքս արդեն իմ տղայից կողքին եմ կանգնելու։ Նրանք դուրս եկան առավոտյան, ասեցին, որ խաղաղ երթա ու անպայման մի 2-3 ժամից, ժամը 5-ից սկսած, մի 2-3 ժամից հետո բանն ենք լինելու։ Նույնիսկ Մայկը տանը վերանորոգման աշխատանքներ էր անում, նույնիսկ այդ գործիքները միջանցքում մնաց, որտեղ որ աշխատանքներ էր անում, ասեց, որ չհավաքես, ես երեկոյան էլ ինչքան էլ ուշ գամ, անպայման պիտի ավարտին հասցնեմ։ Ասեցի, որ դուրս եք գալու, 5-ին ցույց եք սկսելու, հաստատ համոզված եմ, որ մի կես ժամ հետո ձեր հետ ինչ-որ վատ բան արնելու։ Ես ասեցի ու ինքը դժգոհ դուրս ծածկեց գնաց, մտածելով, որ ինչ ես վատը մտածում։ Չգիտես ինչի, նրանց դուրս գալուց հետո ես իմ սենյակում փակվեցի ու երևի մի կես ժամ, մի ժամ լաց էի գնում, անհանգստություն էր մեջս։ Բայց երբ հիշում եմ, որ Վահիկը շատ հանգիստ էր, ինքս ինձ համոզում էի, որ երևի իրոք ոչինչ չկա, ցույց ամեն օր լինում կամ չգիտեմ, շատ է լինում, բայց այդ օրվա հետ կապված անհանգստությունը շատ մեծ էր։ Դուրս եմ եկել, որովհետև տեսել եմ, որ անկախությունից ի վեր Մոսկվան բոլոր լծակները պահել է իր ձեռքը, ով եկել է իշխանության, կամ եղել են կամակատարներ, հրաման կատարողներ են եղել հիմնականում։ Բարոյականության լավ չափանիշներ, իմ հասկացած չափանիշներով մարդը պետք է դեմ գնա մի տեղ այդ հրամաններին, որտեղ գիտակցում է լավն ու վատը, արդարն ու անարդարը։ Երբ մենք ամուսնացանք, Վահիկն ինձ ասեց, որ ինձ համար իմ կյանքում հայրենիքը մինչև հիմա եղել է առաջին տեղում։ Եթե դու լինես իմ կողքին, դու պիտի լիարժեք ինձ կարողանաս հասկանաս եւ դու պիտի ինձ հետ միասին քայլես։ Իրանց երեխեքին դասիրակելուց ասում են, որ հանկարծ ձեզ մեկը նեղացնի, ուժը չպատի, քարով կտես գլխին։ Պետք է շատերն են լսել ու շատերն են հենց իրանց երեխեքին տես դասիրակում, ես տես չեմ դասիրակում։ Բայց ես իմ ժողովրդի ու իմ հայրենիքի պայքարի համար ոչ մենակ քար գցելու ու շատ բան գցելու իրավունքներ ունեմ ու նախ պարտականել եմ, ինձ տենց են համարում, որտեղ ես պարտավոր եմ դա անեմ իմ երկիրը պաշտպանելու համար։ Ընդհանրապես մարդ, որը իր հայրենիքի համար այդքան նվիրված, երեխաները բարուրից, ականջների տակ անշշնջում էր։ Դաստիարակում էր այդ հոգով։ Եթե ուզում եք կորցնեք այս երկիրը, դուք ձեր քայլը կարաք թողեք գնաք, ոնց որ ինձ քննիչներն էին ասում, ասում էին չես ուզում թող գնա։ Ես չեմ ուզում գնամ, սա իմ երկիրն է։ Ով չի համարում իր երկիրն է, թողի գնա։ Երբ ծնվեցին արդեն փոքրիկներս, ես զգում էի, որ հիմա հայրենիք եւ ընտանիք մենք Վահիկի համար նույն հաղթության վրա են։ Վերջերս Վահեն երբ նամակ գրեց, հայրենիքը հիմա արդեն ընտանիքը ինձ համար
նույն հարթության վրա։ Եվ ես հպարտ եմ, որ ունեմ իմ կողքին այդպիսի անձնավորություն։ Սրանք արմատ փոխող են, նոր բան են բերելու, նոր սերմ են ցանելու, այդ սերմի դեմը չեն կարող առնել, որ սերմերը նորից են սերմեր տալու։ Ես միացել եմ Շանթի գաղափարին, որ արմատական փոփոխություն է պետք, հիմա շատերն են ասում, բայց դա շատերը այն ժամանակ չէին ասում։ Արժեքների հեղափոխությանը, որովհետև ինքս նախ տենց եմ ապրել ու լիարժեք ընդունել եմ այդ գաղափարը։ Հայրենիքը սկսվում է ծնողից, սկսվում է հորից, եթե հիմա ես չպաշտպանեի հորս, հետո հայրենիքս ոնց պետք է պաշտպանեի, մենակ հայրենասիրությունը գեղարվեստորեն գրքերում գրված չի կամ չգիտեմ, այսինքն գրված է, բայց մարդ պետք է կյանքով զգա այդ ամեն ինչը։ Նոյեմբերի 5-ը տենց որպես օր շատ բան է փոխել իմ մեջ, բայց ավելի շատ բան փոխել են մինչև նոյեմբերի 5-ը եղած 5 օրերը, նստեցուցի օրերը, որ կամաց սկսել եմ շատ բաներ հասկանալ, որը ինչ այժմ երևի կար մեջս կամ նոր արթնացավ, չգիտեմ, այդ օրերին սկսեցի հասկանալ, հասկացա, որ ազատությունը, արժանապատվությունը ամենաթանկ բանն է մարդու համար, որի համար մարդ պետք է պայքարի ամբողջ կյանքում։ Երբ հայրենստացույց էր կազմակերպել, մենք փորձում էինք հետ պահել համանման ես էլի, որ չգնա այդ հրապարակ, որովհետև դա երեխաներին այլտեղ չէ եւ այլն, բայց նա ամեն կերպ փորձում էր այնտեղ գտնել, դասերից հետո անմիջապես վազում էր այնտեղ։ 2013 թվականի նոյեմբերին արդեն 14 տարեկան եմ։ Սկսեցի շատ ավելի շատ հասկանալ պայքարի իմաստը։ Հայրս միշտ պայքարել է, իսկ 2013-ին իր պայքարը տեղափոխվեց այլ արտություն։ Ես հասկանալով այդ ամենը, եղա հորս կողքին։ Այո, օգնել եմ ոստիկանին, եւ չեմ դրճում հարակից համար։ Վստահ ընդունում եք, եթե կրկին ստեղծ լինել իրավիճակը, նույն կերպ եմ վարվելու։ Ասեմ, որ ոստիկանը, որ կանգնում այնց ասում է պապա դու ընկերները մահացել են, չեմ կարծում էր դրանից ուրիշ դրանից ավելի բաներ կարելի է ասել։ Միջև բաժնում տեղափոխել է, ծեծված էր եւ այդուց ներկային քերծվածքներ կային վրան, բայց միևնույնն է ինքը այդ ոգով շատ խնդիրներ է ունենում ինքը հասարակության մեջ։ Ես փոքրուց գիտեի որ կունենայի, թե մենք այդպիսի երեխա ենք դասիրակում, մեր հասարակությունը լրիվ հակառակն է եւ շատ հաճախ ինքը կունենա այդ խնդիրները։ Շանթը շատ խորհուրդներ է հիմա տալիս։ Շահենը դա ոնց է կլանում իր համար բացարձակ ինչ որ հեղինակություն է դարձել իր հայրը։ Երբեմն իրանք նույնիսկ ասենք բաներ են ունենում, վեճերել են ունենում, բայց կլանում են այդ ամբողջը, շատ արագ ու շատ այսպես բուրըն էլի, իր ամբողջ էությունով, ինչ այդ չէի պատկերացնում, գենա այդքան ուժեղ բան է։ Նույն ժամին է պարապմունքներս, արդեն 3 ամսից ավել է 4 ամսից եթե ոչ չեմ պարապում։ Եվ միակ ցավը հետ է մեջ, դա 2 շաբաթ մեկ ենք հանդիպում, դատարանում եմ շատ հանդիպում, հանդիպելուց ընդամենը մի ժամով բան եմ երթում։ Կարոտ կա, բայց ավելի շատ ասեմ, որ նստում եմ իր կողքը, ինչ է մեջ փոխվում, ինչ է պատահում։ Այդ ժամանակ ավելի հպարտություն եմ զգում, ավելի ինքնավստահ եմ դառնում, գլխավորվում եմ, վերջը հորս հետ, հորս կողքին ընկերների հետ եմ դատվում, որ ինձ հպարտություն է տալիս։ Ես շարունակել եմ Հարությունյանների 70-ամյա Այսինքն դաստիարակում այդպես պայքարը Ես շարունակել եմ Հարությունյանների 70-ամյա պայքարը Պայքարել եմ ազատ անկախ ինքնիշխան եւ արժանապատիվ Հայաստանի համար ու բանդակությունը ինձ էլ չի պահելու, չի կոտրելու, չի ինքնչելու Լևոն Շանթը ասում է ազատությունը չեն տալիս, ազատությունը խլում է Վերջում մեկ անգամ էլ կրկնեմ, ես հպարտ եմ, որ նման ընտանիքի զավակ եմ եւ նրան չարանգը Պատրաստ եմ պայքարել մինչև այն երազած հայրենիքը, որի համար մենք գնացել ենք Ղարաբաղ, որի համար իմ ընկերները զոհվել են այնտեղ, ես դավաճանած կլնեմ իրանց հիշատակին, եթե իրանք այն պատկերացումները, որ գնացել զոհվել են, ես չշարունակեմ այդ պայքարը։ Մարդու հետ
Սրաֆին, Մոնտեն, Շանտ։ 2 ժամ 8 կողմերն է դուրը ծեծել են միագին միլիցիայի կամ անվտանգության աշխատողներ են տենց մտել են բա հետո կադրերն են ցույց տվել կոմպյուտերով որ բռնել ենք ալեքիներ են բռնել այստեղ զարմացել են Իմ երեխաներին կարդում է եթե քյատը եւ հասա այդ պահը որ կկուն աղվեսացնող մի հատը կցիցած փոքր տղա մոնտեները ժամանակ հարցրեց պապա կկուն ո՞նց է ընտրել իր ճտերից որ մեկին է գցում աղվեսի առաջ Ես հասկացա որ երբ այն մարդը որ պետք է իր երեխաների մեջ ընտրություն անի, իր ձակերի մեջ ընտրություն անի, թե որին զոհաբերի, դա ամենաչար կենթանին է, իսկ հայ ազգի այսօրվա պահվածքը նմանում է կկույն, իր ամբողջ հերթականությամբ իր իրավունքները զիջում է եւ մեր հասարակությունն է մեղավոր, որ զիջում է իր իրավունքները չար իշխանություններին, այսպես ասեմ, եթե ես շարունակեմ այս իշխանություններին այս պահվածքը ընդունել եւ հերթով իմ երեխաների իրավունքները, ազատությունները իրանց զիջեմ, ես ամենաչար մարդն եմ իմ երեխաների հանդեպ, իմ երեխաների ապագայի հանդեպ, ես պետք է պայքարեմ ագրավի պես պայքարեմ դուրս գամ այդ աղվեսի դեմ, որը իմ երեխաների ապագան ուզում է գողանա իմ երեխաներից Ես ինքս աշխատում եմ փականագործ, բանվոր, այսպես ասած, երբեք չեմ ձգտել պաշտոն վարել։ Ես ուղղակի ուզում եմ ապրեմ իմ երկրի մեջ, աշխատեմ բանվոր ու ապրեմ կոպիտ ասած մարդավար։ Նոյեմբերի 5-ը իմ պարտականությունն էր իր կողքը լինելու, ոչ թե միայն զինվոր, այլ նաև գաղափարակից։ Այսինքն ես տնից դուրս գալուց հրաժեշտով եմ դուրս եկել։ Կենթանի մնալներս կամ ասենք այսօր ազատության մեջ գտնվելը կամ պատահականությունն կամ չգիտեմ։ Կփորձեի ձեռքից փետը չկորցնել առաջի հերթին։ Ես չեմ զղջում արածներիս համար, ուղղակի զղջում եմ չարածներիս համար, որոնք չհասցրեցի անել։ Այսինքն առաջի հերթին անձեի մտածելակերպի փոփոխություն ցանկանայի, եթե ես ինքս անձամբ ընդունեի դա, որ այսօր Հայաստանում հնարավոր է իրավական դաշտում չէի փորձի դուրս գալ փողոց այլ կդիմեի իրավական պաշտպանության տարբեր մարդու իրավունքներ եւ նման ինչ կառույցներ որ կան։ Չեմ սպասել իմ վերջից դուրս գալ պարզ ասեմ ապրիլի 1-յան ես հայտարարեցի ազատություն ռադիոկայանում, ինձ թվում էր դա ապրիլի 1-յան կատակը, որտեվ հեշտ չի 316-ի երկրորդ հոդվածով սպասել 5-ից 10 տարի դատվածության ու հանկարծակի ազատության անսպասելի էր։ Բոլոր երկրներում էլ սահմանադրությունը գրված է թղթի վրա, որ երկրում դա իր գործում է, պետության մեջ մարդիկ ապրում են, ոչ թե պայքարում են, այլ ապրում են։ Սահմանադրությունը ինչ ձև էլ գրենք, ինչ էլ ընդունենք սահմանադրության մեջ, եթե չի կատարվում, սա արդեն երկրի կյանք ամբողջությամբ դառնում է ֆակտ։ Նույնը եւ դատարանի, ասենք, այս շարունակությունն է, ինչ կյանքում է նույնը եւ դատարանում, նույնը եւ ամեն երկրի մեջ։ Չեմ կարող ու չեմ ուզում ապրել այնպիսի արժեքային համակարգում, որով այսօր հայտնվել է մեր պետությունը։ Առավել ևս չեմ ուզում, որ այսպիսի երկրում ապրեն ու մեծանան իմ անչափահաս երեխաները։ Մեր պատերազմում հաղթած, իրենց արյունով մեր ազատությունը, անկախությունը նվաճած գեներալների, նաև այն գեներալներին, որ այսօր ազգային ժողովում կոչակ են։ Ոնց եք հանդուրժում, որ նաև ձեր ուսերին հենվելով իշխանությունը բռնազավթած սերժանտներն ու եփրեյտերները հազարավոր ազատամարտիկներին ու ոչ ժողովրդին հասցնել են այս տրկական վիճակին։ Վալոդյա Ավետիսյանին հետ այդպես դավաճանաբար վերաբերվել։ Ամսի 6-ի առավոտյան մեր դուռը ծեծեցին խուզարկության համար։ Առավոտ 7:30։ Ես ուզում եմ, որ ամեն մի հայ տղամարդ մտածի ոչ թե ինչ անշարժ կամ շարժական գույք է ժառանգություն թողնում իր զավակներին, այլ ինչպիսի հայրենիք, ինչ արժեքային համակարգով։ Հեղափոխությունը առանց զոհերի, առանց արյունի երբեք ոչ մի հեղափոխություն չի լինում։ Իսկ մեր ժողովուրդը այսօր, չգիտեմ, ինձ թվում է մեր ժողովուրդը պատրաստ չի դրան։ Մեր ժողովուրդը ուզում է շատ լավ ապրել, շատ լավ լինել, դառնալ քաղաքակիր, զարգացած, բայց զոհեր չտանք, արյուն չթափվի, ոչ մեկիս տղան չմասնակցի, ոչ մեկիս ամուսինը չգնա, բայց ուզում ենք լավ ապրել։ Ազատությունը շատ թանկ արժե,
Շատ թանկ, որով վճարում են տղաներն այսօր իրենց տարիներով։ Հեղափոխությունը մեր ընտանիքում է տեղի ունեցել նոյեմբերյան, ես կասեի։ Շատ բան է փոխել։ Ստրես, հոգեկան ծանր վիճակ, բայց պայքարելու ցանկություն։ Ես ընդհանրապես տնային տնտեսուհի եմ, զբաղվում եմ առօրյա կյանքով, իմ երեխաներով, երեխաներից դաստիարակությամբ, տղաս բանակում է, տղայիս հոգսերով, բայց հիմա մտածում եմ ընդհանուր պայքարի մասին։ Այն մոտ 8 տարիներին, երբ որ ժողովրդի ինստիտուտը ավարտեց, կիսով չափ ավարտեց, հայրիկես զբաղվում էր մանրահատակագործությամբ։ Հիմնականում այդ ուզորները իրար ձեռքի աշխատանքներն էին։ Նույնիսկ Բաղրամյան 26-ում, այդ ընդունարանում դա դիպայտի եղբոր, հայրիկի, ավելի ճիշտ հայրիկի նոր եղբոր եւ իր ձեռքի աշխատանք։ Եվ վերադարձավ Հայաստան, ինչ որ մի բան կյանքում պակաս էր։ Հայերի ժողովրդի վիճակը տեսնելով, օպերա գնացին են մարդիկ, ում չէր բավարարում ժողովրդի այս վատթար վիճակ։ 3 անգամ տուն չեկավ, գիշերները մնացել էր այնտեղ, ասեց խաղաղ ցույց ենք անում։ Ժողովրդի բողոքն ենք ուզում ղեկավարությանը հասցնել, ու հետո նոյեմբերի 5-ին ասեց գալու եմ տուն, այսօր տանն եմ լինելու։ Մենք էլ հեռուստացով տեսանք, որ թևերը ոլորում են ու տանում են։ Վեր կացա ու գնացի օպերա, տեսնեմ արդեն ոչ մեկ այնտեղ չէր։ Ուղղակի ոստիկաններն էին, մեր մեքենան էին վերցնում տանում, Տուգանային հրապարակ, 5 ամիս Տուգանային հրապարակում էր։ Փորձեցինք վերցնել, չտվեցին։ Թող Եվրոդատարանը որոշի իրանք խուլիգան են ու իրանց արարքի մեջ խուլիգանություն կա թե չէ։ Դա միանշանակ մենք այդպես էլ անելու ենք։ Բոլոր ժողովուրդները կազմված են երկու տեսակից՝ իդեալիստներ եւ նյութապաշտներ։ Ու ընդհանրապես որևէ ժողովրդի, որևէ ժամանակաշրջանում իդեալիստները չեն լինում գերազանց պրոցենտով 50%-ից 50% էլ չեն մոտենում։ Գալիս է մի պահ, երբ որ ժողովուրդների մոտ այդ պրոցենտը, որ առանցել ի սկզբանե քիչ է, իդեալիստների շերտը, գնալով ավելի է պակասում։ Գալիս է մինուսավոր քրիտիկական մի զանգված է դառնում, որ այլևս փոխըմբռնում է իրար հասկացողությունը իդեալիստներ եւ նյութապաշտների։ Լրիվ դառնում է անհասկանալի։ Այսինքն մարդը բան է ասում, մասսան չի հասկանում։ Մարդը մի բան է ասում, մասսան ուրիշ բան է հասկանում։ Ինչից է առաջանում հայ ժողովրդի տրամաբանության դեգրադացիան։ Դա գալիս է հասկացել, որ կա արժեքների դեգրադացիա, արժե համակարգի դեգրադացիան, ինչ որ կերպ պետք է դրսևորվի։ Բերի բերում է տրամաբանության աղավաղման դեգրադացիայի։ Նյութապաշտները ու այս մարդիկ իրար սկսում են չհասկանալ։ Կարա դարիճում լինի ոչ թե 100 մարդ նստած, 50 մարդ նստած, այլ դուրս գաս փողոց, 3 միլիոն ժողովրդի հետ խոսաս ու դու բան խոսաս, ինքը լրիվ ուրիշ բան հասկանա։ Հայ ժողովուրդը հիմա այս վիճակում է։ Ու նորից եմ կրկնում, երբեք ժողովուրդները չեն կործանվում պատերազմների միջոցով, Հիտլերը դա շատ լավ ասել։ Ժողովուրդները կործանվում են ներքին իմունիտետի պակասից, այսինքն կորստից։ Կորստելով, պակասելով, կորուստը տալիս է իմունիտետի, ժողովուրդը մեռնում է։ Պատերազմները ընդհակառակը մաքսում են, իմունիտետը հրահրում են։ Ով ինչ դաստիարակություն ստանում է, ինչ արժեքներ դրվում է իր մեջ։ Իր դրական ու բացական էմոցիաներով էքստրեմալ իրավիճակում վարվում է նենց, իր վարկը, բան, իր գործողությունները թելադրում է այն ռեֆլեքսով էլի ոնց որ ավտոպիլոտ։ Ինչը որ իր մեջ դրված է, իր հոգու մտքի մեջ, իր արժե համակարգին ադեկվատ է գործում։ Ու ամենայն դեպս մենք կրելու ենք։ Ու դուք բոլորդ, ովքեր որ հրաման են կատարել, ու անգամ այդ վերջի հրամանից չեք հրաժարվել, ընկեր դատախազ ձեզ էլ է դա վերաբերվում, պարոն դատավոր, դուք էլ հլեք երևա։ Դուք բոլորդ պատասխան եք տալու, ինչ 8.5 տարի կրստեմ դուրս կգամ։ Բայց ես հայրենիքի դավաճաններին, ուսումա կներեմ, հայրենիքի դավաճանին չեմ ների։ Հայաստանում ներկայ իրավիճակը մեր համար արժանապատվության հարց է, ու մենք այդ հանուն այդ արժանապատվության պայքարում ենք ոչ միայն ազատության մեջ, գաղութներում, չգիտեմ, կամ բերդերում, այլ պայքարել ենք նաև բոլոր այն տեղերում, որտեղ որ մենք կլնենք։ Ես անպարտ եմ օրենքի, պետության, ժողովրդի եւ մարդկային խրճի դեմ, իսկ ձեր շենները, նաեւ ձեր ժառանգները, նույնիսկ ձեր ժառանգները։ Հիմա մեզի որ դատում են, ուղարկելու են Ռուսաստան նստենք։ Ուզում եմ իմանամ ինձ մաքսազերծելու են, թե առանց մաքսազերծման ղրգելու են բեր։ Վերջացրի ես, լավ եղեք։
Արարչի կողմից մարդուն տրված մեծագույն նվերը ազատությունն է։ Հնարավոր է, որ այս կալանքի մեջ ավելի շատ ազատություն լինի, քան այս հասարակարգի պայմաններում։ Մենք անմեղ ու մաքուր ենք մեր ժողովրդի առաջ։ Ծիծաղելի է, որ արժանապատիվ մարդկանց խուլիգան են անվանում։ Ու ծիծաղելի կլինի, որ դատարանը ասած համաձայնվի նման կարծիքի հետ։ Դա կմնա պատմության մեջ որպես ամենամեծ ծիծաղելի դատական քննությունը։ Ոտնահարելով ամենության կանխավարկածը, խախտելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 21-րդ հոդվածը, առանց դատարանի վճիռ կայացնելու պաշտոնական այցի ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կոլումբիայի համալսարանում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ինձ ու իմ ընկերներին անվանեց հանցագործներ եւ հայտարարեց, որ մենք պետք է դատապարտվենք։ Ուստի ես միջնորդում եմ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին դատարան որպես վկա հրավիրելու համար, որպեսզի գործի վերաբերյալ փաստերը պարզելու եւ մեզ առաջադրված մեր ապրանքը ապացուցելու համար։